Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում իմ հյուրը ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության դեռևս թեկնածու 6-րդ համարը ցուցակով Արեգա Հովսեփյանն է, շատ շնորհակալ եմ Արեգա ջան, անունով դիմեմ, եթե դեմ չեք։ Արեգա, տեսեք, նախորդ գիշերը բարի չէր մասնավորապես ԲՀԿ-ի համար, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր համարեց այն ընտրատեղամասերի արդյունքները, որոնք ճակատագրական եղան արդեն ԲՀԿ-ի համար, այլևս անցողիկ շեմը չեն հաղթահարում, եւ դա ինչ է տալիս իշխող ուժին, բոլորս գիտենք, որ արդեն ձևավորում են, կարողանում են ըստ այդմ, եթե չի անցնում ԲՀԿ-ն, ձևավորում են սահմանադրական մեծամասնություն իր բոլոր մնացած հետևանքներով։ Հիմա ամբողջ ազգը այսպես աշկերը կլորացրել է, սպասում է ձեր պատասխանին։ Ճիշտ է, որոշ բաներ, արձագանքներ Նարեկ Կարապետյանն արդեն արել է, որոշ քայլերի մասին գիտենք, բայց ամեն դեպքում այս իրավիճակում ինչ քայլեր եք դուք պատրաստվում անել։ Տեսեք, հունիսի 7-ին ընտրությունների օրը հենց ես իմ որպես պատասխանատվություններ նաև հետևել ընտրախախտումներին բոլոր խողովակներով, թե մեր անձանց միջոցով, ովքեր որ ընտրատեղամասում էին վստահված անձերի, թե կամերաների միջոցով հետևելուն, այնպես որ ինչ էր կատարվում այդ օրը, պարզապես, չգիտեմ, խայտարակություն ասեմ, խուժանություն ասեմ, չգիտեմ, պարզապես ընտրախախտման հետևից։ Ես ինքս որ գնացել էի ընտրության, որ մի կես ժամով հազիվ կարողացել եմ դուրս գալ իմ ձայնը տալուն, այդ 5 րոպեում ես արձանագրեցի ու ստիպեցի որպեսզի արձանագրեն երկու խախտում, ընտրախախտում, որ տեղի ունեցել այդ ընտրատեղամասում։ Մեկը տեսա, որը աղբյուրի մեջ։ Այո, դա եթե չեմ սխալվում, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետև քվեաթերթիկները չպիտի դուրս գան ընտրատեղամասից։ Այո, հանել էին, իսկ ինչպես գիտեք, նախորդիվ կային ահազանգեր, որ ստիպում էին մարդկանց հանել, պահանջում էին, որ նրանք ընտրությունների օրը հանեն քվեաթերթիկները ցույց տալու, որ օրինակ երրորդ համարի դեմ կողմ նրանք չեն քվեարկել։ Ընդ որում անգամ հետաքրքիր էր, որ հանձնաժողովի նախագահան հրաժարվում էր արձանագրել այդ խախտումը։ Իհարկե ես պնդեցի, ինքը ինձ փորձում էր համոզել, որ դա խախտում չէ, շատ ծիծաղելի էր այդ պահը, բայց ամեն դեպքում մենք ավելի իրականում մենք ավելի զավեշտալի վիճակների ականատես եղել ենք ընտրություններին եւ նաեւ վերահաշվարկին, երբ որ հանձնաժողովի նախագահը պատմեց, որ կտրոն է կորել եւ իրեն կանչել են անձնվիրաբար իրեն նետել է այդ կտրոնը փրկելու, խփվել է պատին, ընկել է գետնին, կապտուկներով, Տարանտինոն երևի կողքից ծխում է։ Այսինքն այս իրավիճակներից մենք տեսել ենք, գիտենք ընտրություններին ինչ է կատարում, բա դուք, բա ինչ եք անում դուք, բա այդ ոնց մի հատ կոչ չարեցիք, անմիջապես ձեր աշխով տեսել եք խախտումները, չէ՞, կոչ անեիք ժողովուրդը, որը գիտիդ քվեն գնացել տվել է ընդդիմությանը, հեղեղեր փողոցները, ասեին մեր քվեին մենք տեր ենք, մի րոպեից ինչ եք անում դուք։ Մենք ինչ էինք անում, մենք ինչ ենք անում հիմա, մենք որպես պատասխանատու ուժ, որպես մի կուսակցություն, որը որ ունի ընդամենը 4 ամսվա պատմություն, որը որ ենթարկվել է ամենամասշտաբային բռնաճնշումներին, 700-ից մոտ 700 անձ տարբեր բռնաճնշումների է ենթարկվել, կալանավորում, վարչական վերահսկողություն եւ այլն, ինչպես նշել է, նաեւ ինձ էլ էին կանչել հարցաքննության, այնպես որ մի ուժ, որ անցել է այս ամբողջ բռնաճնշումների միջով, հատկապես կարող եմ ընդգծել, որ վերջին 2 օրը ընտրություններին ընդառաջ շատ առանցքային անձանց են մեր թիմից կալանավորել այն մարդիկ, ովքեր որ պատասխանատու են տարբեր մարզերի համար կազմակերպչական եւ այլն, որպես պատասխանատու ուժ մենք մեր ամեն միասացի համար պետք է պատասխանատվություն կրենք։ Եվ կոչ անելը, հավատացեք, շատ հեշտ է։ Կոչ անել, ասել ժողովուրդ ջան հավաքվում ենք, բայց այդ կոչին պետք է հաջորդեն համապատասխան գործողություններ։ Բա դուք ունեք այդ համապատասխան գործողությունները պետք է ունենան համապատասխան հետևանքներ եւ մենք պետք է նաեւ հասկանանք, թե այդ կոչը անելով մենք ինչ ենք ստանում եւ այդ կոչը ում է ձեռնտու, ում ձեռնտու չէ։ Այսօրվա դրությամբ դեռ գնում են վերահաշվարկներն են տեղի ունենում։ Մենք պետք է հասկանանք, թե վերջնական արդյունքը ինչ են ցույց տալիս
Նիկոլի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Գիտեք ինչ են ստալու։ Մեզ պետք են կոնկրետ թվեր։ Անակնկալի ինչի մեզ պետք են կոնկրետ թվեր, ինչի համար օթում խոսքեր կարող ենք ասել, օթում խոսքեր, պնդումներ։ Մեզ պետք են հստակ թվեր, հասկանալու իրանք ինչ են ցույց տալիս։ Մենք ունենք նաև մեր արձանագրությունները, այդ արձանագրությունների հետ մենք ինքներս համեմատելու ենք եւ ինչպես գիտեք, այսօր մենք մեր կուսակցությունը դիմել է Սահմանադրական կենտրոնական ընտրական հանձնաժողով չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները։ Ասած ինչ են հայտարարում, նորմալ է, այս երկուսը ձեզ հերիք է։ Հետևաբար քայլ առ քայլ գնա թող իրենք հերքեն, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան, իհարկե։ Այդ քայլերը արդեն արել են Արեգա ջան 2021-ին այդ քայլերը արվել են։ Այո։ Դուք գիտեք Սահմանադրական դատարանից ինչ որ սպասումներ եւ այստեղ շատ մեծ է Սահմանադրական դատարանի կազմը։ Մենք գիտենք Սահմանադրական դատարանի կազմը եւ ինչպես են այնտեղ նշանակում դատավորները, ինչպես են նաեւ աշխատանքից ազատվում այնտեղի դատավորները մեկ SMS-ով։ Այդ ամենը գիտենք։ Այդ դեպքում եթե մենք առհասարակ պետք է առ ոչինչ համարենք մեր պետական կառույցները, եկեք այս պետության դռները փակենք, ասենք գնացինք տներով։ Ի վերջո կան որոշակի ինստանցիաներ, որոնք որ պետք է ցանկացած պատասխանատու ուժ անցնի այդ ինստանցիաներով, ամեն քայլից հետո մենք ունենք մեր հաջորդ քայլը անելու։ Թող Սահմանադրական դատարանը իր հերթին ասի մերժում է, դրան կհաջորդի համապատասխան գործողությունը, ինչու եմ դա ասում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալու, քանի ուժ է անցնում ազգային ժողով։ Ի վերջո, Բարգավաճ Հայաստանը անցնում է, թե չի անցնում, վերահաշվարկ արվում է, թե չի արվում, վերակվեարկություն արվում է, թե չի արվում։ Միայն դրանից հետո մենք կհասկանանք մեր ժողովրդին, մեզ ձայն տվողներին, մենք ինչպես ենք մոբիլիզացնում։ Այդ մոբիլիզացնելը ոչ 1 րոպեի զրույց է, ոչ էլ 2, ես որպես անձ, ով որ 2020 թվականից այս կոնկրետ է այդպիսի փողոցային պայքար չի եղել, որին մասնակցած չլինեի, շատ լավ գիտեմ թե դրա դրական կողմերը եւ թե դրա բացասական կողմերը, թե այն հիասթափությունը, որ կարող է առաջանալ ցանկացած փողոցային շարժումից հետո եւ ինչքան ժամանակ դու կարող ես պահել փողոցը։ Այնպես որ այս ամենը մենք հստակ գիտակցում ենք, մենք այս ամենը հստակ պատկերացնում ենք եւ գիտենք ժողովուրդը մեզանից ինչ է սպասում, ժողովուրդը մեզանից սպասում է պայքար։ Մենք ասում ենք, մենք ունենք քաղաքական որոշում պայքարը շարունակելու։ Ամեն ինչը իր հերթով գնալու է եւ մանդատները չեք վերցնելու։ Դա երևի երրորդական, չորրորդական փուլն է հասկանալու, որովհետև մենք դեռ ընդհանուր պատկերը չունենք։ Մենք չունենք, ինչպես նշեցի, պատկերը։ Գնացիք հասակ Սահմանադրական դատարանը Եթե ավանդական վարդեն դարձած որոշումը կայացեց, ձեզ ճամփեց տներով։ Ինչ եք դուք անելու։ Մենք նորից կրկնեմ, շատ կարևոր է այն համամասնությունը, թե ինչպիսի տեսք է ունենալու ազգային ժողովը։ Արդյոք Բարգավաճ Հայաստանը անցնում է, թե չէ։ Տարբերակ ԲՀԿ-ն չի անցնում։ Ինչ եք դուք անելու։ Նորից եմ ասում, ԲՀԿ-ն անցնում է, ԲՀԿ-ն չի անցնում, բոլոր դեպքերում մենք ունենք մեր անելիքները, բայց դա նշանակում է, որ ես հիմա պետք է մի քանի քայլ առաջ անցնեմ, մինչդեռ որ հիմա մենք չունենք ընդհանուր պատկեր։ Բերեք հերթով գնանք։ Չեք ասում, որովհետև չեք ուզում փակագծերը բացել, թե դուք չունեք այդ ծրագիր։ Ես մենակ ասեք ունենք այդ ծրագիր ունենք այ դեպքում ինչ ալինելու բհի դեպքում ինչ ալինելու մենք այսպես հա իսկան սпасել ենք մի երկու օր էլ կսպասենք տեսնենք ինչ է լինելու ծրագիրը կա գործողությունների հերթականությունը հստակ կա հենց դրա մասին է խոսում օրինակ այն որ մենք սпасել ենք հասկանալու ինչ արդյունքներ են ցույց տալիս այսօր մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով դրան հաջորդող քայլն է լինելու դրան հաջորդող մյուս քայլն է լինելու բայց մի բան հստակ է որ ուժեղ Հայաստանը տեր է կանգնում իրեն տված ցանկացած ձայնի, մենք շատ լավ ենք, մենք էլ ենք նույն հասարակությունից, հասկանում ենք, որ ժողովուրդը ինչ ակնկալիքներ ունի մեզանից, եւ մենք այդ ակնկալիքները արդարացնելու ենք։ Արեգա ջան, տեսեք, վարչապետ Փաշինյանը ընտրությունները դեռ հաշվարկը լրիվ չավարտված եւ այլն, գիշեր 2:15-ի կողմերը եթեր դուրս եկավ, ասեց պատմական հաղթանակ ենք տարել ծիծաղ թիմով կանգնած Բա այդ ժամանակ դուք ամբողջ օրը տեսել եք ընտրատեղամասերում ինչա կատարվում։ Բա ինչի դուք էլ չհելակ տենց մի հատ, ասեք մենք էլ պատմական խզարել ենք, չգիտեմ, ես ենք արել ենք։ Որովհետև մենք պատասխանատու ուժ ենք, որովհետև մենք ունենք այդ նաև տվյալները ընտրատեղամասերի խախտումների եւ այդ խախտումները արձանագրված ձևով մենք դա ներկայացրել ենք համապատասխան մարմիններին, կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ժողովրդին իր տեսակետի վրա, այսինքն Փաշինյանը պատահական չի, հենց այնպես չի, ելնում ասում ենք հաղթել ենք դեռ չունենալով ձեռքի տակ
վերջնական արդյունքները։ Ինքը ժողովրդին, այսինքն սպասումները լրիվ ձևավորում է, ասում է, ես հաղթել եմ, ես եմ արել, եմ արել։ Ու արդեն այդ ժողովուրդը արդեն հարմարվում է այդ տեսակետին ու 5 օր անցել է, մենք այսօր նկարահանում ենք, վաղն է մեր եթերը լինելու, դառնալու է 6-րդ օրը։ Այսինքն 6 օր անց ընտրություններից հələ դուք գնում եք սենց տարի, չգիտեմ, հաշվարկի, թղթիկի ծերի, այդ տեսակ։ Մենք մինչ օրս բոլոր խախտումները արձանագրել ենք եւ մենք այսօր մեր ուժի ղեկավարը Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում, մենք էլ չենք հաղթել, ուժը Հայաստանը եւս չի հաղթել։ Հետևաբար մենք այդ պատասխանատվությունը կրելով մենք չէինք կարող կանգնել, ասել ուժը Հայաստանը հաղթել է այս ընտրություններում, ինչպես որ ինքը արեց, իսկ նրանց դեմքերից ինքը նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանց դեմքերից արդեն ակնհայտ էր դառնում հաղթող ուժի դեմքի արտահայտությունները այդպես չէին լինի։ Հա մի քիչ Պանիխիդայի դեմքեր, բայց մի քիչ այդ կադրերը արվել, հետևաբար մենք այսօր արդեն, եթե գուցե որ այդքան չվախենային ուժը Հայաստանից մեր ղեկավարը լիներ ազատության մեջ, մենք ունենայինք այլ լծակներ ու շատ ավելի ազդեցիկ լծակներ նույն օրը հայտարարություններ անելու, բայց մեր ղեկավարը այսօր շատ պարզ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում, չենք հաղթել նաև մենք դեռ չենք հաղթել։ Ու քանի որ խոսեցիք Սամվել Կարապետյանի հայտարարության մասին, այդ հայտարարությունից իշխող ուժի որոշ անդամներ, մասնավորապես ազգային ժողովի նախագահ Արմեն Սիմոնյանը կտրել եւ տարածել էր հատկապես դարդի պահը, երբ որ ասել էր, որ 1.5 միլիոն մարդ ասել են հարցրեցին, ասեցին այդքան մարդ մասնակցել է, այսինքն ձեր սրտով էր, ասաց, հա, բայց մասնակցել է, բայց ոնց որ դժգոհ էր այդ արդյունքներից, բառացի կարող եմ մեջ բերել, ինչ ասեց, ասում է 1.5 միլիոն մասնակցություն ըդված էս չօգնեց, ասում է մեր դարդեն, որ օգնեց ՔՊ-ին, մեզ խաբեցին այդ 1.5 միլիոնով։ Հիմա ձեզ հարցում են, ասում են այդ ով է խաբել, ոնց է խաբել, այդ ուղիղ տանում կապում են ընտրակաշարքների հետ, մի հատ ասեք էլի սրատակ ինչ կա։ Իհարկե շատ ծիծաղելի է, որ մեր հայ ժողովրդի քվեները գողացողները փորձում են սլակները շեղել, բայց իրականում ինչ է տեղի ունենում այն, որ անհերքելի փաստ է, որ ընտրություններից առաջ համատարած ամբողջ դիմադիր դաշտը, այդ թվում նաև մենք կոչ էինք անում բոլորին գնալ ընտրության։ Սա անհերքելի փաստ է, այդ թվում նաև ես, այդ թվում նաև բոլորը։ Դա բոլորի ու ես անգամ ափսոսում եմ, որ ոչ թե 2 միլիոն է գնացել, այլ 1.5-ն է գնացել։ Պետք է ավելի շատը գնային։ Այստեղ այլ հարց է, որ գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումներով գնում էր այնպես, որ ինչքան մասնակցությունը բարձր է լինում, այնքան իշխող ուժի համամասնությունը այդ մեծ թվի մեջ ավելի ցածր է մնում։ Սա անհերքելի փաստ է, որ ամենտեղ բոլորով դրա մասին խոսում ենք եւ հենց մեր թիմի ղեկավարը, մեր ուժի ղեկավարը դրա մասին էր խոսում, որ մենք էլ նույնպես այդ հարցումներով, այդ նաեւ ընդհանուր քաղաքագիտության թեորիաներով, որ մասնակցությունը որ պետք է բարձր լինի, իրականում շատ շնորհակալություն այդ բոլոր 1.470.000 թե չեմ սխալվում ընտրողներին, ովքեր որ գնացել են, իրենց քաղաքացիական պարտքը իրականացրել են, եւ ես ինքս նույնպես անդադ կոչ եմ անում մարդկանց գնալ ընտրության, ու դա ինձ թվում է թե միակ ուժը որ կոչ չեր անում ընտրությունների գնալու, դա երևի քաղաքացիական պայմանագիրներ չեմ հիշում իրենց ղեկավարից այդպիսի կոչ որ գնան ընտրության, հպանցիկ ձևով, բայց այո, բայց իրանց ընտրարշավի մեջ դա առանցքային չի եղել, որ մարդկանց կոչ անեն գնալու։ Սրա մասին էր խոսքը, այո, փաստացի տեղի ունեցել սխալ հաշվարկ, որ մենք որ մտածում ենք ինչքան շատ լինի մասնակցությունը, փաստացի եղել է այնպես, որ ինչպես որ մեր ղեկավարը հայտարարեց, դա չհամապատասխանեց մեր ակնկալիքներին, որտեղ մենք կարծում էինք, որ ինչքան բարձր լինի մասնակցությունը, այնքան իշխող ուժի համամասնության չափով այդ թվում ավելի ցածր կլինի իր տոկոսները։ Սրա մասին էր ընդհանրապես խոսքը, իսկ ինչ էկզոտիկ պատկերացումներ ունի Արմեն Սիմոնյանը, թող ինքը մտածի։ Շատ լավ։ Մի քիչ հետ վերադառնանք, գնանք ընտրությունների ավարտից հետո ընդդիմության անելիքներին եւ ակնկալիքներին։
Ինչ եղավ դրանից հետո, բոլորը սպասում էին, գնդակը ձեր դաշտում էր, ասում էին հեսա մի բան կասի, Նարեկ Կարապետյանը ասաց, որ իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, ձայների վերահաշվար կա գնում, սա նշանակում է, որ մենք եթե վերցնում ենք մանդատները դատախազի, դատավորների նշանակելու հետ կապված իրանք լուրջ խնդիրներ են ունենում, ու եթե մենք ՔՊ-ի 8 падգամավորի կարողանում ենք, այսպես ասած, մեզնով անել, ապա Փաշինյանը կորցնում է իր աթոռը։ Սա այսպես համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, որ մի րոպե մենք ձեզ դրա համար չէինք մանդատ տվել, մեզ շատ է պետք է ասենք, մի հատ դատախազ էսկո, մի հատ չգիտեմ ինչ, ու դրա ելքն էլ միանգամից ԿՊԱ-ականները գտան, ասեցին, չեք նշանակում, դատախազ չեք նշանակում, ժամանակավոր պաշտոնակատար կնշանակենք ԺՊ-ի տեսքով, տենց հավերժ կարող է պաշտոնավարի այդ մարդ, այսինքն դրանով ըստ էության լծակ հանրությունը չի ունենում։ Հետո Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ անբավեր ենք արդեն համարելու սահմանադրական դատարան ճանապարհ, բայց էլի չի գոհացնում այս պատասխանները։ Հիմա ձեզանից, քանի որ եթերից առաջ ես ձեզ ասացի, որ ձեզանից սենսացիոն հայտարարություններ եմ ակնկալում եւ սենսացիոն լուծումներ։ Կխնդրեմ ասեք, փողոցային պայքար սպասվում է լինելու է թե չէ։ Սկզբից կանք, մենք այո մեր ժողովրդին չէինք դիմում նրա համար, որպեսզի մենք դառնանք ընդդիմադիր ուժ։ Մենք քվեինք ուզում խնդրում մեր ժողովրդից, որպեսզի Նիկոլի իշխանությունը վերանա։ Այո։ Սա փաստ է, սա անիմաստ է հերքել է։ Փաստացի ունենք այն ինչ որ ունենք, այո, մենք չենք հաղթել, այո, Նիկոլը նույնպես չի հաղթել։ Բայց այն նախնական թվերով ու համամասնությամբ, որը որ կարող է լինել ազգային ժողովում, ազգային ինչու Նարեկը Կարապետյան նման հայտարարություն արեց դատավորների դատախազների մասով, մի քիչ փոքր ուզում եմ բացեմ այս պահը։ Հայաստանի պատմության վերջին շրջանի ընթացքում երբևէ ազգային ժողովում ընդդիմությունը այդքան մեծ ներգրավվածություն, մասնակցություն չի ունեցել, այսինքն վետոյի իրավունք չի ունեցել ազգային ժողովում երբևէ, այսինքն սա ընդդիմադիր ես կարող եմ նաև ընդհանրացնել հավաքական ընդդիմության հաղթանակներ իշխանության նկատմամբ, որովհետև մինչ օրս երբևէ ընդդիմությունը ազգային ժողովում վետո իրավունք չի ունեցել, իսկ եթե ԲՀԿ-ն անցնում է ինչպես որ եղել են նախնական թվերով, ապա սա աննախադեպ մի բան էր պատմության ընթացքում։ Իսկ ինչ ենք մենք ուզում կառուցել, վերջնարդյունքը, միակ հասկանանք, մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի ժողովրդավար երկիր, չէ, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն, որ մենք չունենանք քաղբանտարկյալներ, քանի քաղբանտարկյալի հետ եք դուք հարցազրույց վարել, որ հետո մենք աղաղակում ենք, ասում ենք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչ են անում, ոնց են անում, Հայաստանում առհասարակ պետությունում, որպեսզի քաղբանտարկյալներ չլինեն, պետք է լինի իրավունքի գերակայություն, rule of law, հա, իսկ դա ապահովում է դատարանների անկախությամբ։ Դատարանների անկախությունը ապահովում է անկախ դատավորների ընտրությամբ։ Անկախ դատավորները իրականացում են, դառնում են իրենց պաշտոնի են նշանակվում ազգային ժողովում 3/5 առնվազն, հա, ընդհանուր падգամավորների թվի առնվազն 3/5 քվեով։ Այս ամբողջ ես ստիպված եմ այս ամբողջ շղթան ներկայացնել, որպեսզի հասկանանք, հա, ինչի մասին էր խոսում Նարեկ Կարապետյան։ Նարեկ Կարապետյանը խոսում էր ժողովրդավար երկրից, որպեսզի օրինակ ընդդիմադիր ուժի ղեկավարը չլինի անազատության մեջ ընդհանուր 1 տարի, որպեսզի մարդիկ, որ հիմա այսօր գտնում են արդեն չգիտեմ 10-յակը հասնում էր քաղբանտարկյալների թիվը, որպեսզի այդ թիվը չլինի, սա ընդհանուր մի հատ շղթա է։ Եվ եթե մենք ունենանք այդ լծակը, ինչու հրաժարվենք այդ լծակից, այո, մենք չենք կարողացել Նիկոլին հեռացնել։ Այո, ընդունում ենք, սա ակնհայտ փաստ է։ Հիմա կարող են գնալ սխալների հետևից, ինչ սխալ ենք թույլ տվել, ինչ սխալ թույլ չենք տվել, բայց կա հստակ փաստ, որ ընտրություններով մենք չենք կարողացել հեռացնել Նիկոլին, իր իշխանությունը վերացնել։ Բայց մենք ընդունում ենք, որ մենք չենք հաղթել եւ ընդունում ենք, որ ինքն էլ չի հաղթել, բայց փաստացի ինքը այսօր գտնվում է վարչապետի պաշտոնի։ Սա ակնհայտ է։ Շարունակում է վերընտրվել, ել ոնց չի հաղթել։ Սա քանի որ դեռ process-ի մեջ ենք մենք հստակ, մենք չենք կարողանում ասել, որ ինքը հիմա վերընտրվել է եւ այլն, բայց փաստացի ինքը այսօր դեռ վարչապետի պաշտոնին է, հետո վաղը ինչ կլինի, շատ արագ են զարգանում գործընթացները, բայց ասած այն է, որ եթե մենք ունենք լծակ որոշակիորեն ազդելու վետո դնելու
նրանց ընտրած ընդ որում դա քիչ չի, սահմանադրական չէ։ Մենք միամիտ չենք։ Միամիտի մասին չի խոսքը։ Հարցը մարդկանց ճշմարտությունը ասելու է։ Շարունակելու է անել։ Դուք վետո դրեք, դատավորը ձեր ուզած դատավորը չի լինում։ Հա վետո դրեք, հա վետո են դնում ու դա ճգնաժամ առաջացնում։ Ու դա ճգնաժամ այո, ու հետո հարցը այն է, որ դու կարողանում ես գործիք ունենալ ազդելու պետությունում որոշակի ու ոչ միայն որոշակի, շատ կարևոր, օրինակ, նույն սահմանադրական օրենքների ընդունման վերաբերյալ, հանրաքվեների, կուսակցությունների, դատական օրենսգրքի, ընտրական օրենսգրքի Այո, նորից եմ կրկնում, մենք չկարողացանք Նիկոլի իշխանությունը վերացնել այս ընտրություններով, բայց եթե մենք ունենք հավելյալ լծակ, որպեսզի Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, որպեսզի Հայաստանում ընտրական օրենսգրքում չկատարվեն կամայական փոփոխություններ, որպեսզի Հայաստանում ի վերջո սահմանադրությունը չկարողանան նրանք փոխել, ընդ որում ամբողջովին օրենքի դաշտում, ոչ թե փողոցում տարբեր ռիսկերը հաշվի առնելով, այլ օրենքի դաշտում։ Ձեր ցուցակից քանի հոգու վրա եք դուք վստահ։ Մենք մեր ցուցակից ներկայացվածի վրա բոլորի վրա վստահ ենք։ Նույն ձև վստահություն կար Հայաստան դաշինքում, բայց այնտեղ ես չեմ կարող պատասխանել Հայաստան դաշինքի համար, թող Հայաստան դաշինքի ներկայացուցիչները գան իրենց ցուցակի մասին խոսել, բայց մենք մեր ցուցակի վրա լիովին վստահ ենք։ Այսինքն դուք վստահ եք, որ ձեր ցուցակից մարդ չեն կարողանալու տանել իրենց դաշտ, Գեհամ Նազարյաններ դուք չունեք։ Վստահ ենք։ Ախր ո՞նց կարող եք այդպես վստահ լինել։ Որովհետև ես այդ թիմում աշխատում եմ։ Դուք հակված եք ՔՊ-ից մարդ վերցնելու։ Մենք հակված ենք նրան, որ մենք սպասում ենք մինչև որ ընդհանուր վերջնական պատկերը մենք հասկանանք, բոլոր ինստանցիաներով անցնենք, հասկանանք մեր անելիքները եւ ինչպես որ Նարեկ Կարապետյանը նշեց, եթե մենք ունենանք լծակներ պետությունում ժողովրդավարություն հաստատելուն մենք այդ լծակները օգտագործելու ենք տարբեր մեթոդներով ու ձևաչափերով։ Արեգա ջան, ինձ մի հատ ուրիշ բան բացատրեք։ Երկրում խառը վիճակ է, բոլորը սպասում են ձեր արձագանքին, պատասխանին, այնտեղ ԲՀԿ-ն գնացել ԿՀ-ի դեմը իր ամբողջ կազմով էլ նկարչական ջրաներկերով, բանով կազմակերպած ակցիանում, մեկ է տեսնում եք Նարեկ Կարապետյանը գնացել է Լարսի անցակետ, այնտեղից վիդեո անում, ասում է դե ինձ չեն թողնում, գյուղատնտեսական ապրանքներ եւ այլն։ Արդյոք դրա պատե պահնել գնալ Լարս մանավանդ ինչա ծաղիկների հարցերն է տարել են Սիթիում դրել 1500 դրամով փունջը վաճառում են, այսինքն որոշ լուծումներ, այսպես ասած, մանևրելով գտնում են։ Կներեք այս արտահայտության համար, բայց մենք փորձում ենք միջավայր փոխել ու այդ ծածկադմփոցը որ անում են այս իշխանությունները իրենց տոտալ ավիրված դիվանագիտության պատճառով որ առաջացել է մենք դրա մասին անընդհատ ու անընդմեջ աղաղակելու ենք նույն դրա մասին է հենց պատճառը դա է եղել որ Նարեկ Կարապետյան գնացել էր ցույց տալու որ առաջին դեմքով հենց տեղում որ ինչպիսի վիճակ է սահմանին որ մեր գյուղատնտեսական ապրանքները մենք չենք կարողանում արտահանել եւ շատ շուտով ու սա ուղիղ կապ ունի այսօրվա process-ների հետ որ շատ շուտով մեր ժողովուրդը առնչվելու է շատ լուրջ տնտեսական խնդիրների։ Այո, հենց այսօր մենք դրա մասին պետք է խոսենք, որպեսզի մեր ժողովուրդը հետագայում փաստի առաջ չկանգնի, որպեսզի իշխանությունները իմանան, նրանք փորձում են անընդհատ մեզ քաշել իրենց օրակարգի մեջ, որը որն է իրենց օրակարգը։ Նայեք, օրինակ մեզ անգամ վերջին շրջանում մեղադրում են նրանում, որ մենք շատ չենք խոսում բանի մեր քաղբանտարկյալների մասին, մեր նկատմամբ բռնաճնշումների մասին, որ դրանք այդ ամենը մեր առաջնային գծում չի անգամ երևի վերջին անգամ չեմ հիշում երբ եղել ամսաթիվ թե մենք երբ ենք քաղաքական թիմով գնացել պարոն Սամվել Կարապետյանի դատին իսկ իմիջ դա հիշում ենք մենք ամբողջ մեծ իրադարձություններ էինք անում այդ կապակցությամբ բայց այդ բռնաճնշումները այնքան էին շատանում այնքան անընդմեջ էին որ մենք հասկանում էինք որ ոչ միայն հասցնելու մասին էր խոսքը այլ հստակ հասկանում են թե դրա նպատակը որն էր որ եթե օրինակ մենք պլանավորել ենք գնալ օրինակ Շիրակի մարզ իրազեկում անելու քաղաքացիների հետ հանդիպում անելու մեր պատասխանատուներից մեկին ձերբակալում են տանում են քննչական եւ մենք ստիպված թողնում ենք այդ գործերը որ պետք է գնանք քաղաքական այլ գնում ենք դատարան այո գնում ենք ու այսպես եղել այս 6 տարիների ընթացքում ես Հայաստանում լավ Երևանում տես դատարան չկա որի հասցեն չիմանան որտեղ որ ամենտեղ չգնայի մենք ինչպես էր եղել այս վերջին տարիների ընթացքում մի հատ լավ միջոցառում ենք անում ուժեղ ընդդիմությամբ հանդերձ
գալիս են տանում են մարդկան ու հետո մենք մտածում ենք հաջորդի գործողություններ կլինեն եւ այլն գալիս են մարդկանց բռնում տանում են մենք էլ թողնում ենք մեր գործերը գնում ենք դատարանների դիմաց մինչեւ որ հաջորդ մեր միջոցառումը մենք հասկացանք որ մենք ուղակի սպառվում ենք մեր օրակարգը չենք կարողանում առաջ տալ եւ որոշեցինք հետեւյալ մարտավարությունը որ ամբողջ իրավաբանական աջակցությունը գնում է իհարկե մեր քաղբանտարկյալներին բայց մենք մեր քաղաքական օրակարգից չենք շեղվում նույն այսօրվա դուրսյա մի հատ տոտալ կոլապս է սահմանին Հայաստան-Վրաստան, որտեղ մեր գյուղացին չի կարողանում արտահանել իր մթերքը։ Մենք այսօր մեր գյուղացուն ցույց ենք տալիս, անկախ նրանից ում է նա ընտրել, ցույց ենք տալիս, որ այսօրվա իշխանությունների տոտալ ձախողված քաղաքական արդյունքում է, որ դու չես կարողանում այսօր արտահանել քո գյուղամթերքը։ Դրանից հետո գյուղացիները այսպես զանգվածաբար գալու են կառավարության դռների մոտ, դռները ջարդեն, ասեն մեր ապրանքների հարցերը լուծեք։ Առնվազն գյուղացին իմանալու է պատճառը որն է, այո, եւ որոշակի չափով գյուղացիների կարող է, երբ որ իրանք տեսնեն ճշմարտությունը, հասկանան թե խնդիրը որտեղից է, որտեղ նրանց ոչ մեկ դրա մասին չի ասելու, հմեկով հաստատ դրա մասին չեն ասելու, թե ինչու ինքը իր գյուղմթերքը չի կարողանում արտահանել։ Գյուղացին կտեսնի պատճառը որն է եւ իր զայրույթի, իր անհանգստության, իր բողոքի ձևը գուցե եւ ինքը կարողանա արտահայտել։ Շատ լավ, բայց ԲՀԿ-ի ձեր գործընկերները ԿՀ-ի դիմաց էին։ Արդյոք ընդդիմադիրները չպիտի գոնե այդ օրը միասնական լինեին իրար հետ, կազմակերպեիք ինչ-որ բան, ասենց մի երկու տենց ստատուսով, մի քանի հոգով տենց։ Այսօր մեր կուսակցության առանցքային անձանցից մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմել է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար Վարդևանյանը, այո, այնպես որ մենք քստագործողություն, այսինքն համակցված է գնում, մենք ինչ որ հակընդդեմ գործողություն չենք անում, առհասարակ, եթե հետհայաց նայենք մեր նախընտրական քարոզարշավին, մենք որպես կուսակցություն երբևէ ընդդիմադիր դաշտի այլ դերակատարների նկատմամբ որևէ այսպես ինչպես ասեմ, քննադատություն չասեմ, բայց խոչընդոտներ ստեղծելու որևէ քայլ չէինք անում, որովհետև համարում էինք, որ մեր բոլորիս նպատակն այն է, որպեսզի այս իշխանությունները վերանան։ Եթե այսօր ԲՀԿ-ն իր մարտավարությունը այնպեսին է գնալ այնտեղ բողոքի ակցիա անել, մենք միայն ողջունում ենք դա, մեր մարտավարությունը այն էր, որ էլի նույն տրամաբանության մեջ, հա, ընտրությունների հետ կապված մենք չեղյալ հայտարարելու դիմումով են գնում։ Միասնական չի, սենց անջատ առանձին ճակատներով, ոնց որ ընտրությանը գնացիք անջատ, հիմա էլ նույն ձև, այսպես առանձին անջատված Հայաստան դաշինքը այնտեղ ասում է, որ սպասում ենք ուժեղ Հայաստանը որոշի, ուժեղ Հայաստանը, չգիտեմ, գնում է լարս գյուղմթերքներով զբաղվի, ԲՀԿ-ն այնտեղ գալիս է ԿՀ-ի նկարչական բաներ նա ցույց տալիս, ձիրք նա ցույց տալիս Վահագն Հովակիմյանի, որ Վան Գոգից 5-ա պակաս, ուզում եմ իսկապես ես չեմ հասկանում, մի տեսակ չհասկացվածություն կա անկեղծ, ու եթե ես չեմ հասկանում, ես վստահ եմ, որ տեսախցիկից այն կողմ մեր հայրենակիցների մի ստվար հատված նույնպես չի հասկանում։ Դուք մի կողմից ասում եք տոտալ բռնաճնշումներ, ընտրախախտումներ, այն տիպի, որ անվավեր եք համարում ընդհանուր ընտրությունների արդյունքները, մյուս կողմից ասում եք լավ, եթե ԲՀԿ-ն անցնի, կգնանք կշարունակենք, բայց դուք ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսում եք 300,000 ադրբեջանցիների մասին։ Հիմա շարունակում խոսել։ Հիմա դուք ո՞նց եք այդ հարցի վետո դնելու այդ հարցի վրա։ Շատ հենց դրա համար, սիրելի հրեփսիմե, հենց դրա համար, որ մենք ընդամենը մի քանի օրից Նախիջևանում տեղի է ունենալու միջազգային կոնֆերանս հենց այդ 300,000 ադրբեջանցիների թեմայով եւ մենք հստակ ցույց ենք տալու մեր ժողովրդին, այն ինչ որ մենք խոսում ենք, դա ավելի քան իրականություն է եւ ընդամենը մի քանի օր հետո դա կարող է չէ, այլ հարց, որ ասում եք ինչպես ենք խոչընդոտելու ենք այնպես, որ սահմանադրության մեջ չենք թողնելու փոփոխություններ մտցնեն։ Խոչընդոտելու ենք այնպես, որ հանրակրվեի իրականացման հետ կապված էլ մեր վետոն ենք դնելու։ Եթե մենք ունենք այդ գործիքակազմը, ինչու մենք հրաժարվում ենք այդ գործիքակազմից։ Եթե ունենաք, բայց դեռ հարց է կունենաք։ Դե դրա համար եմ ասում։ Եթե չունենաք սահմանադրական մեծամասնություն, ստացվում ձեր մանդատները առողջ չեն։ Ես այստեղ կարող եմ ձեզ հետ միանշանակ համաձայնել, որ եթե 3/5-ը չունենանք,
բանում ազգային ժողովում, ապա շատ լուրջ հարցականի տակ է դրվում, արդյոք իմաստ ունի ազգային ժողովում մանդատ վերցնել, թե ոչ, որովհետև ինչպես նշեցի, երբևէ պատմության ընթացքում ընդդիմությունը այսքան մեծ ներկայացվածություն չի ունենում ազգային ժողովում։ Հիմա դրա համար եմ նորից հետ են գալիս այն հարցին, ԲՀԿ-ն անցնում է, թե չի անցնում, եւ դրանից հետո հետագայում մենք մեր գործողությունները կհասկանանք։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում, դուք մանդատները կվերցնեք, դուք անձամբ ձեզ եմ հարցնում։ Դուք կողմնակից եք, որ այդ մանդատը ստանա, գնաք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատեք։ Ես առհասարակ շատ բան եմ համարում այդ տերմինը Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել, ազգային ժողովը հնչել է եւ այո, ես ստացվում նույն պատկերն ալինել։ Ես եւ առնվազն օրինակ իմ կողմից եւ չեմ հիշում մեր թիմակիցների կողմից ինչ որ մեկի մոտ նման արտահայտություն եղել է թե չէ, ամեն դեպքում ազգային ժողովը դա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է։ Ինչ վերաբերում է ինձ անձնապես իմ որոշմանը, ես Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ եմ, ես թիմային աշխատող եմ, ես թիմային մտածելակերպ ունեմ եւ համոզված եմ, որ մենք մեր թիմով կարողանալու ենք ճիշտ որոշումը կայացնել։ Շատ լավ։ Հիմա գնանք ՔՊ-ի դաշտ, ինչ են իրենք ասում։ Փաշինյանը վերջին ճեպազրույցում ասում է, պետությունը մնալու է կոկորդներին, եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք մաքուր խորհրդարան, թե չէ իրանց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ամբողջ խորհրդարանում։ Ինչ կասեք այս մասին։ Նայեք, շատ հետաքրքիր մի բան է ստացվում, միջավայր է ստացվում, որ համաձայն եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես հայտարարություններ չի անում։ Անգամ իր ամենագրեհիկ հայտարարությունների տակ կա հստակ մեսիջներ, պարզապես էմոցիոնալ մեսիջներ չեն, հայտարարություններ չեն դրանք, հստակ մեսիջներ կան դրանց տակ։ Այսօր ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք նաև ռեալ իրական մարդկանց բողոք մեր Ուժեղ Հայաստանի դիրքավորումների նկատմամբ, մենք դա տեսնում ենք, մենք դա հասկանում ենք, ինչպես նաև տեսնում ենք այսպես արհեստականորեն ստեղծված ինչ որ ճնշում Ուժեղ Հայաստանի նկատմամբ, մանդատներ վերցնել, չվերցնելու հետ կապված, եւ մենք շատ լավ հստակ տեսնում ենք, որ որոշակի գծեր նաև գնում է հենց ՔՊ-ի դաշտ, այսպես մանիպուլատիվ խոսելով, որ մենք եթե վերցնենք, ապա ինչպիսի միջավայր է լինելու, որ այնպես լինի, որ մենք չվերցնենք մանդատները, հա, այսպիսի միջավայր են ստեղծում, որ մենք չվերցնենք, ասենք, հա, մենք չենք գալիս այդ գարշահոտի մեջ չենք լինելու, բան, մենք այսպես թողնում ենք դաշտով ու գնում ենք, ու ինչպես նաև շատ հեշտ է նկատելի, որ այսօր նրանք հատուկ հայտարարություններ են անում նաև մեծ փողոցային պայքարի դաշտ նետելու։ Ինչպես նշեցի, կան նաև հստակ իրական մարդիկ, ովքեր որ բարի կամքով իրենց կարծիքը արտահայտելով են դա ասում, որ մենք գնանք փողոց, պայքարենք իրենց ձայների համար, սա մի կողմ եմ դնում։ Կա նաև մի հատ այլ ֆեյքային, ոչ ֆեյքային ուղղորդված մի հատ այսպիսի զանգված, որ մղում է նաև մեզ փողոցային պայքարի։ Մենք սա շատ լավ հստակ հասկանում ենք եւ անում ենք մեր վերլուծությունները եւ ինքներս ենք որոշում փողոցային պայքարը մեզ ինչ է տալու կամ չի տալու եւ մանդատ վերցնելը։ Ես համոզված եմ, որ հիմա գնում է նյարդերի պայքար, ով է առաջին, նյարդերն է առաջինը թուլանալու։ Եվ թե փողոցային պայքարան է կստացվի դուք շատ նյարդայնացած եք արդեն եւ դրա մասին խոսքը, չէ, դրա մասին խոսքը, ով որ առաջինը բռնության է գնում, դա կարող է լինել օրենքի դաշնունդակը դու կարող ես փողոց գնալ ու շատ հանգիստ դա նյարդերի այ փողոցում ով որ առաջինը բռնության է գնում այ ինքը իր նյարդերը հանձնում են այ ինքն է որ արդեն խախտում է խաղի կանոնները չէ դուք ասում եք մղում են որոշ ուժեր մղում են որ գնանք փողոցային պայքարի հիմա մտածում եք որ գնան փողոցային պայքարի այնտեղ այնպես անեն սադրեն բան դուք բռնություն կիրառել ամբողջ կուսակցության անդամներով հանդերձ այնպես որ բոլոր ամենա ռիսկային սցենարներից մինչև քիչ ռիսկային սցենարները պետք է դիտարկել։ Ես մտածում եմ, որ այսօրվա դրությամբ ընդդիմությունը շատ ավելի լեգիտիմ է, քան թե իշխանությունը։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող առաջին հերթին մտածի իր լեգիտիմության մասին, այն միջավայրի մասին, որ ինքն է ձևավորում, հետո մտածի ընդդիմության այնտեղ ներկայացված լինելու կամ չլինելու։ Բայց իրենք գոհ են, իրենք 5 տարի շարունակելու են
նույն դիրքերում գրեթե կտեսնենք ինչքանով են գոհ լինելու պաշտոնավարել։ Կտեսնենք ինչքանով են գոհ լինելու։ Նրանք ուժեղ Հայաստանին դեռ չեն ճանաչում, ինչպես որ չէին ճանաչում նաև ինձ ես լավ հիշում եմ որ գնացել էի Բանավեճի, ես այնքան հստակ էի զգում որ իրանք չէին սպասում, որ կարող է նման միավոր հայտնվել այս ամեն ինչում, ուժեղ Հայաստանը նոր ուժ է, ուժեղ Հայաստանի եթե կարող եմ այսպես էլ ասել, ասենք նախկինների, ճարկետավորնանք ատամները արդեն հաշվել են։ Իրանք արդեն գիտեն, ԿՊԱ-ականները գիտեն, թե նախկիների դեմ ինչպես պայքարել, ի վերջո երրորդ ընտրություններին են գնում, նրանք նախկին մերժելով, էլի, ասենք աբսուրդի ժանր։ Իսկ մեզ վստահաբար շատ ասում են ամբողջ քարոզարշավի ընթացքում ՌՍՀ ագենտ, երրագլուխ պատերազմի, երրագլուխ կուսակցությունների, դեմ գլուխներ, այո, բայց նրանց համար շարքնել կպցրեցին, այսինքն մեկ այլ պլաստիկի դրամասին չի, չէ, իրանք անելու են դա, բայց իրանք մեր ռեակցիան իրանք համար դեռ իրանք չգիտեն մենք ինչպես ենք արձագանքելու ամեն գործողությանը։ Գնացիք ամեն չորեքշաբթի կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանին, ինչպես ասում են, պորտը տեղը դրեցիք, սենց ամենաբան թեժ հետո։ Չէ, բացի դրանից, այո, դա էլ է կարևոր, այո, դա էլ է կարևոր, բայց նախ մենք ապրում ենք մի տարածաշրջանը, որը շատ անկանխատեսելի է։ Երկրորդ, ինչպես ասեցի, այն համամասնությունը, որ մենք կարողանալու ենք ազգության լծակներն ունենալ, դա ամենևին պետք չի անտեսել, եւ երրորդ իրապես մենք նոր ուժ ենք եւ իրանք դեռ չգիտեն մեզանից ինչ սպասել։ Դուք գործողումների չեք գնալու իրենց պատվիրակության կազմում։ Իրենց պատվիրակություն գոյություն չունի, ես որպես դիվանագետ ասեմ, որ մարդով որ աշխատել արտաքին գործերի նախարարությունում եւ այս իշխանությունների հետ իր անհամաձայնությունը հայտնելով իր դիմումը գրել դուրս է եկել, չկա իրենց պատվիրակություն, կա Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, դա արդեն դետալային հարց է, մենք կմասնակցենք թե չենք մասնակցի, եթե մենք ընդունենք կվերցնենք մանդատները, չենք վերցնի, այդ ամենը դետալային է, բայց ամեն դեպքում ուժեղ Հայաստանը իր պրոֆեսիոնալիզմը ցույց է տալու, ուժեղ Հայաստանը ցույց է տալու, որ ինքը տեր է իրեն տված յուրաքանչյուր ձայնին։ Պարզ է։ Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, ասում է, որ ձեր 3 падգամավորի թեկնածու թռած է, մեջբերում եմ, իրավապահ համակարգից, ընտրակաշառքի գործերով փախուստի մեջ են։ Ինչ նկատի ունի, ովքեր են թռել։ Ինչպես նշեցի, ուժեղ Հայաստանի նկատմամբ 700-ի մոտ 700 անձի նկատմամբ տարբեր տիպի բռնաճնշումներ են ենթարկվում, իրականացվում, նրանց մեջ նաև կան մարդիկ, ովքեր որ մեր 30 շարք ցուցակում են, 30 հոգուց բաղկացած, ընտրակաշառքների մասով առնվազն նրանք իրավունք չունեն խոսելու, որովհետև այն ամեն ինչ որ մենք տեսել ենք, մինչև անգամ ընտրություններ, ինձ թվում է անգամ դա շատ ավելի սարսափելի է, քան հենց բուն ընտրությունների օրը ինչ որ տեղի ունեցել, այնպես որ շատ տարակուսելի է, որ միայն ընդդիմության ձայնագրություններ են հանկարծակի հայտնվում, ես չգիտեմ քննչականում գուցե շատ կրեատիվ բան մարդիկ են աշխատում կցել, կցմցել եւ այլն, մենք անընդհատ իրենց այդ օպերատորներին ասեմ, ինչ ասեմ, մոնտաժ անողներին ասեմ, շատ կրեատիվ են իրանք, պետք է տուրք տալ նրանց, բայց մենք անընդհատ պնդում ենք, որ պետք է ամբողջական ձայնագրությունները հրապարակել, ոչ թե կցմցած, ինչ որ տարածել այնպես է հուժկու ձայնի տակ են դնում, այդ ամենը սենց սարսափազդու, որ սենց ասում եմ, ինչ կարծես սարսափ կինոյի ֆիլմի ինչ որ մասեր լինեն, իսկ իրականում որ լսում ես, որևէ էական բան չկա, մարդ ասում է, այո, այս մարդուն, X մարդուն գրանցենք մեզ մոտ որպես աշխատող եւ կստանա հետեւյալ աշխատավարձը, այդ երբ է դարձել մարդուն աշխատանքի ընդունելը օրենքով պատժելի։ Իրականում որպես մեդիայի մարդ ես էլ եմ այդ ձայնագրությունները լսել, ինձ համար կոնտեքստը չի, պարզ չի, հստակ չի, որովհետև տարբեր խոսակցությունները իրար կպած, եթե մի գծով գնար, ավելի հստակ կլիներ, ընդհանրապես հստակ չի, որովհետև կոնտեքստ չերեմ, իսկ համատեքստը շատ կարևոր է նման խոսակցությունների դեպքում, թե ինչ համատեքստում է, օրինակ
փողի թեմա լինում, կարող մարդը շուկայից կաղամբ ասում գնի այսքանով, ասենք շատ բան է, էլի։ Մի քանի օր առաջ մեր սենյակում նստած եմ, մեծ տղաս պոնկապարտեզ է գնում ու խոսում են, հիմա չգիտեմ սա ասեմ, կարող են ստանալ, ամեն դեպքում խոսում են, որ մենք պետք է, չեմ հիշում ինչի համար, ես ճիշտ ասած այնքան խառն եմ լինում, չեմ հասնում ամաների չաթին հետ։ Զանգում եմ ծնող կոմիտեին, ասում են, հա, ասում են 300 դրամից հավաքում ենք, չգիտեմ, ալբոմ են առնում, ինչ են առնում, դե ես ասում եմ, խոսում եմ, մարդիկ նստած են մեր սենյակում, ասում եմ, հա, դե 300-ը ես կուղարկեմ, դուք բանը ուղարկեք։ Ունդեղ ես նայում եմ, անկա իմ թիմակիցները, ասենց աչքերը հելել են բան ճակատին, Արեգա, ինչ ես խոսում, Արեգա, ժողովուրդ ջան, մանկապարտեզից, ալբոմի թղթի ասում եմ, հեսա մի հատ որ փոխանցում անեմ, գրելու եմ բան այդ նպատակի մեջ, գրելու եմ, որ մանկապարտեզում, ես ինչերորդ մանկապարտեզում, այ աբսուրդի ժանր է, իսկականից աբսուրդի ժանր, իսկ ես շատ անդադ չեմ հոգնում հորդորել, թող նրանք մարզպետների ձայնագրությունները մի հատ փորձեն հետևել նրանց հեռախոսազանգերին, մարզպետներին, համայնքապետներին տարբեր կհասկանանք թե ինչ է իրականում տեղի ունենում այսօր թիմերում հատկապես ընտրություններին ընդառաջ։ Մի դրվագին էլ կուզեմ անդրադառնալ, մասնավորապես երբ որ նախընտրական արդեն շրջանում Ռուսաստանի ժամանածներին ռազմական ոստիկանությունը տանում էր 25-օրյա հավաքների, այդ թվում տարել նաև Նյուզեյմի մեր գործընկեր Նարեկ Խաչատրյանին, որը ընտրատեղամասերում բացահայտում էր մի շարք խախտումներ։ Պատահականն է այս ամենը, թե ոչ, այսինքն բանակը իրենք սարքում են այսպես պարզ գործիք ընդդիմադիրների համար մահակ։ Ոչ մի բան պատահական չի, իրանք են հայտարարում, եթե չեմ սխալվում, անգամ Անդրանիկ Քոչարյանը երբ էր ասում, որ մենք գնում ենք միտինգների, նայում ենք ընդդիմադիրներին եւ թող նրանց ագան ծանոթագրերը, որպեսզի նրանք գնան այդ 20-օրյա ծառայությանը, սա գիտեք ոչ թե աբսուրդի ժանր է, սա նաև վերաբերմունքն է այս իշխանություններին բանակի նկատմամբ, ոչ միայն ընդդիմադիրների նկատմամբ, այլ բանակի նկատմամբ։ Եթե բանակը նրանց համար արժեք լիներ, եթե զինծառայությունը նրանց համար արժեք լիներ, նրանք նման հայտարարություններ, նման գործողությունների չէին գնա։ Էլ չեմ ասում այն պայմանները, որոնց մեր զինծառայողները ստիպված են լինում եւ անգամ այս զորահավաքները, հա, ժամ 20-օրյա, որ իրականացվում են, ինչ պայմաններում է տեղի ունենում։ Մի հատ հարցրեք այդ մարդկանցից տարական սանիտարական հիգիենիկ պայմաններ գոյություն չունեն, այսօր բերում են ինչ որ նախընտրական զորահանդես եմ ես դա ասում էլի, նախընտրական զորահանդես են անում, մի հատ գնացեք հարցրեք այդ մարդկանցից այն վախի մտնոլորտն է, որ հիմա անգամ ինչ գյուղ գնում ենք, մարդիկ ասում են խոսենք, բայց այդ կամերաները անջատեք, հենց դուք էլ լրագրող գիտեք, թե մարդիկ հիմա կամերաներից ինչքան են սարսափում, այդպիսի մտնոլորտ են ստեղծել։ Հիմա թող գնան այդ մարդկանցից, ովքեր որ 20 օրից իջել են, հարցեն ինչ պայմաններում են նրանք ծառայում այդ 20 օրը։ Հետևաբար թող մի հատ նրանք մտածեն այ բանակին արժեք տան, հետո ոչինչ լավ, մենք մեր ընդդիմադիրներով կգնանք մեր ծառայությունը կտանք մեր պետությանը, բայց մի հատ թող բանակի մասին մտածեն նրանք։ Արեգա, հաշվի առնելով, որ դու Արցախցի ես, Արցախի թեմայով էլ կուզենամ խոսենք, տեսեք ամբողջ քարոզարշավի ընթացքում հենց սա նաև սպիներ ընդդիմադիրների դեմ, որ սպասում էին, որ դուք պիտի ասեք մենք հայսագանքի իշխանության Արցախը հետ ենք բերելու, արցախցիներին վերադարձնելու ենք շատ կարճ ժամկետում, կոնկրետ ժամկետներով, բայց դա չեղավ, որևէ ընդդիմադիր ուժ չասեց, խաղաղության պայմանագիրը ասեցի կկնքենք ուղղակի երաշխավորների մասով, Արցախի հետ կապված Արցախ վերադարձնելու մասով չեղավ նման խոստում։ Ինչու դուք եք ձեռք քաշել այլևս Արցախից, թե ոնց հասկանանք։ Տեսեք, ես որպես արցախցի թիմում իհարկե այս հարցը շատ ավելի ծանր է լինում ինձ համար, բնականաբար։ Արցախից ձեռք քաշել է միայն այսօրվա իշխանությունը, բայց այն որ ասում են Արցախի էջ ենք փակում եւ այլն, Արցախի էջ ոչ բացողը, ոչ փակողը չի կարող լինել մեկ քաղաքական ուժ, առավել եւս չի կարող լինել մեկ անձ Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախյան շարժումը, որ նրանք համարում են մեր հանրապետության, մեր երրորդ հանրապետության պատմության ճակատագրական սխալ եւ այլն, դրանով նրանք խփում են մեր պետականության հիմքերին, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետությունը ծագել է, ծնվել է նաև Արցախյան շարժումով։ Նրանք այս մարդիկ պետականության գինը չգիտեն։ Այս մարդիկ չգիտեն, թե չեն գնահատում
ուրանում են, ուրացող են եւ դավաճանում են նաեւ Հայաստանի պետականությանը։ Այնպես որ Արցախյան շարժումը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, նաեւ Սփյուռքին, երբ մեզ անընդհատ եմ սա նշում, որտեղ Սփյուռքին մենք չպետք է մոռանանք, անգամ այսօր Մոնթեի օրն է, ես անպայման ուզում եմ նաեւ դրա մասին նշել, կապելով, եկավ մտքիս մի անգամից, ոչ մեկ, ոչ անգամ ուժեղ Հայաստանը իրավազոր չէ փակելու կամ բացելու Արցախի էջը։ Սա հայ ժողովրդին պատկանող էջ է։ Արցախ վերադարձի մասին խոսույթը, ինչպես ենք մենք, ես դե կարող եմ խոսել հիմա արդեն միայն ուժեղ Հայաստանի անունից։ Կրվել եք թիմի ներսում, ասել եք մտցրեք այդ կետը ծրագրի մեջ, Արցախի մեր թիմակիցները միշտ կատակում են, ասում են այրեգան, որ մեր թիմը մենք արտաշնչում ենք Արցախով, որովհետև իսկականից անգամ մեր ծրագրերը, որ մենք մշակում էինք, անընդհատ Արցախի թիմը բայմարցախցիները, մենք ունեինք մինչև որ այս իշխանությունները սահմանափակում չդրեցին օրենքով, մենք բազմաթիվ ծրագրեր էին նաև իմ նախաձեռնությամբ իրականացնում արցախցիների համար, բայց դուք հաշտեք այդ իրականության հաշտի մասին չէ, ես ընդհակառակն ես ասում եմ եւ մազոխիստական եմ, ես անդադ խոսում եմ, հիշացնում եմ, ցավացնում եմ Արցախով, որովհետեւ այն օրը, երբ որ ես հաշտ լինեմ, դա կնշանակի ես փակում եմ Արցախի էջը։ Ես հաշտ չեմ, ու մեր կուսակցությունն էլ հաշտ չի Արցախի կորստի հետ, բայց ես ելնում եմ իրականությունից, հասկանում եմ, որ այսօրվա Հայաստանը չունի ներուժ Արցախ վերադարձի իրական գործիքակազմի մասին խոսելու, եթե դրանք չկան։ Ես առաջարկում եմ, մենք մեր ուժը առաջարկում եմ, մենք մի հատ Հայաստանի Հանրապետությունով ուժեղանանք, երբ Արցախը կորցրեցինք, այն ժամանակ, որ Հայաստանը թուլացավ, այն ժամանակ, որ Հայաստանը հրաժարվեց Արցախից։ Մենք ունենք երբ որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Արցախից, այդ ժամանակ մենք կորցրեցինք։ Իսկ բոլոր փաստաթղթերով, անգամ այսօրվա իշխանությունների այսպես կոչված գաղտնազերծված փաստաթղթերով, անգամ բորելի հայտարարություններով, միակ պաշտոնյան, ով որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այդ ժամանակ մենք կորցրեցինք Արցախը։ Մենք այսօր առաջարկում ենք, որպեսզի արցախցիների համար այսօր Հայաստանում լինեն արժանապատիվ պայմաններ, մեր ամբողջ ծրագրում դա կարմիր գծով գնում է։ Մենք մեր օրակարգում է արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանությունը եւ մեր օրակարգում է արցախցիների իրավունքների բարձրաձայնումը միջազգային հարթակներում։ Սա այն իրատեսական տեսանելին է, ինչ որ մենք կարող ենք մարդկանց խոստանալ, մարդկանց ասել։ Արցախ վերադարձը ես ամեն օր եմ Արցախում իմ մտքերով։ Համոզված եմ, որ արցախցիների մեծամասնությունը այնտեղ է, բայց անգամ այսօր արցախցիներից որ հարցնենք, իսկ ինձ թվում է ձայն շատ չգիտեմ ով է այսօր քաղաքական դաշտում ավելի շատ շփվում, արցախցիները իրենք են հասկանում, որ այսօրվա դրությամբ անիրատեսական է եւ այս շահարկումները Արցախ կվերադառնաք թե ոչ եւ այլն փորձելով տանել մեզ ռազմատենչ ինչ որ կուսակցության դաշտ, մենք դրա պատերազմ եք ուզում, մենք այդ մանիպուլյացիան ուղղակի չենք տրվել, ու այս ամբողջ ընթացքում չենք էլ տրվելու։ Որովհետեւ ձեզ ասում են, «Էй տուն տղերքի հաշվին եք դուք Արցախ ուզում վերադառնալ»։ Ու մեղադրում են ինչու ենք մենք ապրում եւ ոչ թե զոհվել։ Չեք մեռել, հա, ինչի դուք չեք զոհվել, բայց թեկուզ քարոզարշավի ընթացքում ԿՊ-ի ես տեսնում եի, որ տարբեր համայնքներում, այդ թվում նաև Արցախից տեղահանված մարդիկ, այդ թվում զոհվածների ծնողներ, որն իմ համար ամենաանհասկանալին էր, մոտենում էին Փաշինյանին, շնորհակալություն էին նրան հայտնում, տեղ-տեղ պաչիկներ անում, գրկում եւ այլն։ Այս ձեր համար ունի բացատրություն։ Նայեք, անկեղծ ասեմ, ինձ համար Նիկոլ Սատարող արցախցին բնության մեջ անհասկանալի երևույթ կարող է լինել, անկեղծ եմ ասում, չգիտեմ հիմա ինչպես դա կարող են դիտարկել իմ այդ ասածը, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ այն ամբողջ քարոզչությունը, որ տարվում է, որ Նիկոլը չի հանձնել, նախկիններն են հանձնել, Արցախի իշխանությունները մարդիկ կարող են տրվել այս մանիպուլյացիաներին, բայց այնուամենայնիվ այն մարդիկ, ովքեր որ ապրել են Արցախում այդ ժամանակ,
ովքեր որ ունեն գիտակցություն, ինձ թվում է շատ հստակ հասկանում են, իսկ մյուս կողմից այդ ցուցադրությունները որ կան, ինձ թվում է այնքան, չգիտեմ, փոքրաթիվ են արցախցիների շրջանում, որ հատուկ են այսպես ընտրում են, որպեսզի այդ բեմականացումները իրականացնեն, որ ցույց տան, որ տեսեք արցախցիներն են սատարում Նիկոլ Փաշինյանին եւ այլն, բայց ես ավելի քան համոզված եմ, որ արցախցիների մեծամասնությունը շատ հստակ գիտի ով է մեղավորը, իր գնահատականը տալիս է։ Մենք քարոզարշավի ընթացքում տեսանք, ովքեր են Փաշինյանի ընտրազանգվածը, հիմնականում մեծահասակ մարդիկ, որոնց թոշակները 10,000 դրամով բարձրացել էր, ու մարդիկ, ոչ ընտրակաշառք, համարյա 90%-ի աչքը օպերացիա էին արել։ Ես ում հանդիպում եմ, ասում են աչքս օպերացիա է։ Ես ուսամ, որ իրենք կարողանան հասնել ինձ երկրորդ աչքը նաև վիրահատեն, թե կհանեն այդ որոշումը, բայց վերադառնանք ձեր ընտրողները, ովքեր էին, տեսեք Փաշինյանը ասում է, որ ԿՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են քվե ընտրակաշառքով, առանց ընտրակաշառքի ոչ ոք չի քվեարկել ընդդիմության օգտին, այսինքն այսպիսի գնահատական է տալիս ձեզ ընտրած մարդկանց։ Գնահատական է տալիս սեփական ժողովրդին։ Սա մի մարդ է ասում, ով որ հավակնում է լինի արդեն 8 տարի է վարչապետ է, ով որ հավակնում է շարունակել լինել վարչապետ, այդքան գնահատական է տալիս 370,000 եթե մեր ձայների մասին է խոսքը, իսկ եթե ավելի 520,000-ի մասին է խոսքը, 520,000 ու մոտավոր թվեր ենք ասում, քանի որ հիմա վերջնական չկա դեռ թիվը, այդքան կես միլիոնից ավել իր բնակչությանը ինքը մեղադրում է ընտրակաշառքով գնալու եւ ընտրելու մեջ։ Սա պետք է տեսնել մեր ժողովուրդը, թե ինչպես է նա վերաբերվում իր սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ գնահատական է տալիս։ Իհարկե ամեն մեկը իր արշինով է չափում, եթե ինքը մտածում է, որ ինքը կարողացել է մարդկանց ընտրակաշառքով, իսկ ոչ ինչ է, եթե ոչ այլ ինչ ընտրակաշառք, այլ ընտրությունների նախաշեմին թոշակներ բարձրացնելը, այդ ամեն այդ բժշկական ապահովագրությունը, հա, ապահովագրությունը ինքը իր արշինով է փորձում չափել սեփական ժողովրդին։ Փաշինյանն ասել էր ձեռս կկտրեմ, ընտրություններ չեմ կեղծի։ Պիտի կտրի հիմա ձեռը, թե չի կեղծել։ Փաշինյանը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Փաշինյանը ասում էր, որ երկու շաբաթից ադրբեջանցիները բանից ջերմուկից դուրս կգան իր գլխավոր շտաբի պետները ասում։ Կգնան, ոնց հասկացանք դեռ չեն սովածացել, ինչ-որ շատ պատրաստված են, չեն սովածանում, ես արդեն 2 տարի է ինչա, ավելին ասեմ, քան չեն սովածանում, որ դիրքեր են ամրապնդում եւ այլն։ Փաշինյանը շատ բաներ էր ասում, բայց փաստացի պոպուլիզմի Էնյան չի գնում այդ ամենը, ձեր կկտրի թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ եւ առհասարակ պետական դավաճանները օրենքի առաջ կանգնելու են եւ պետական դավաճանների տեղը համապատասխան տեղն է, որը որ ամրագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, Փաշինյանին շտապեցին շնորհավորել մի շարք երկրների ղեկավարներ, բազմաթիվ։ Դուք սրա հետ կապված ինչ կասեք ընդհանրապես, սա խոչընդոտում է ձեզ ձեր հետագա անելիքների հետ կապված ու չեք կարծում, որ եթե ընդդիմությունը հրատապ քայլեր ձեռնարկեր բան, այս շնորհավորանքները չէին լինի, բայց երբ որ տեսնում են, որ ընդդիմությունը հապաղում է, հասկանում, որ երևի հաշտ եք ստեղծված արդյունքի հետ եւ շարունակում է շնորհավորել։ Տեսեք, ընդունված պրակտիկա է իրականում, դա առհասարակ անգամ հաշվում են դիվանագիտության ով է առաջինը շնորհավորել, ով է երկրորդ շնորհավորել, ով դեռ չի շնորհավորել, ընդունված պրակտիկա է, մենք դա ընդունում ենք որպես իրողություն, դա որևէ ձևով չի ազդում մեր գործողությունների վրա, համոզված եմ, որ հետագայում որ ինչ որ իրողություններ փոխվեն Հայաստանում, նույն այդ ու շատ նորմալ ու բնական է, որ այդ երկրները շնորհավորելու են մեկ այլ ուժի, հա, այնպես որ սա նորմալ երևույթ է, մենք ընդունում ենք դա միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է, մենք ընդունում ենք դա որպես իգիտություն եւ առաջ ենք մղում մեր օրակարգը։ Եվ վերջին հարցը, Փաշինյանը ընտրությունների միջոցով պիտի գնա ձեր կարծիքով։ Այսինքն 5 տարի պիտի գլորենք ի վերջո ձեր ասած բոլոր վետոներով, չգիտեմ, ձեր բոլոր գործիքակազմով հանդերձ։ Հավատացեք, ամենահաճելի բաներից չի լինի գնալ ազգային ժողով եւ
ամենօրյա ռեժիմով տեսնել քաղաքացիական պայմանագրի պատգամավորներին, համոզված եմ նաև, որ ժողովուրդը մեզանից ուրիշ բան է ակնկալում։ Ես դա շատ հստակ եմ զգում։ Ես մի մարդ եմ, որ ամենապարզ ընտանիքից է, ով որ ավտոբուսով է գնում գործի ու գալիս, այսպես ասեմ։ Ինձ շատ այսօր էլ անգամ ավտոբուսում տեսնում էին մարդիկ ու անգամ գալիս գրկում էին։ Փաշինյանն էլ է մեկ ինքը մեկ է գնում, իսկ ես հստակ հա, բայց ինչ որ վերջերս էլ կորտեժով է գնում, որ աղի կնոջը սպանում ու վերջում ոչ մեկ պատասխանատվություն չի կրում դրա համար։ Լավ, բայց ես հստակ եմ հասկանում, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա, որ մենք շատ լավ զգում ենք նրանց, շատ լավ հասկանում ենք իրենց արդարացիորեն որոշակի բողոքների, իսկականից այս 8 տարիների ընթացքում պարպվել է այս ամբողջ էներգետիկան մարդկանց մեջ, բողոքը, դժգոհությունը եւ մեզանից գործողությունների են սպասում, հավատացեք, որ մենք գուցե նաև մեր թիմի ինչ որ թույլ կողմն է սա, մենք չափից դուրս անկեղծ ենք ու չափից դուրս բարոյական ենք, լինում փորձում լինել այս ամբողջ ներքաղաքական անցուդարձերի մեջ։ Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օր առաջ վերանա։ Նիկոլ Փաշինյանը, լինի դա փողոցում, լինի դա ազգային ժողովում, ես ինքս իմ համար ասում էի հունիսի 7-ին իմ պայքարի վերջո կավարտվի կամ չի ավարտվի, այդ հույսը ամեն դեպքում ես ինքս իմ մեջ պահում էի, որ բոլոր սցենարները մտածելով, ասում էի, որ բայց իմ պայքարը դեռ շարունակվում է։ Անձնապես ես ինքս հունիսի 8-ին շատ դժվար որոշումով ես մասնակցել էի քվեարկության հաշվարկմանը ու ամեն անգամ որ լսում էի այդ 16 թիվը, հետո ուրախանում էի, որ լսում էի 3 թիվը եւ այլն, երբ որ ես դուրս եմ եկել, ես հասկացել եմ, որ ես իմ պայքարը շարունակելու եմ, քանի դեռ նիկոլիզմը չի վերացել ու ուժեղ Հայաստանը հանձնառու է իր խոստումներին։ Շատ լավ, դա Աստված չհիասթափեցնեք իսկապես հանրության սպասելիքները, որովհետև քաղաքականությունը անկեղծ այս տարիներին տեսնում ենք չնայած կա խոսույթ, որ հնարավորի արվեստը, բայց տեսնում ենք քաղաքականությունը մեծ հաշվով առևտուր է երբեմն դառնում եւ գործարքներ են դառնում, որոնք ընդհանրապես չեն բխում հանրության շահերից։ Դա Աստված որ չապրի ժողովուրդը հիասթափություն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Արեգա ջան, սիրելի հետևորդներ, ես առաջարկում եմ, որ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ի, եթե դա չեք արել, իմ հյուրը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանն էր, մենք կհանդիպենք արդեն մյուս շաբաթ տեսություն։